Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Factor TV-ի հարցինի պատասխան այս մասին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Մեր տեղեկություններով, սակայն Շահրամանյանը ոչ թե այսօր, այլ մի քանի օր առաջ է հարցաքննվել։ Այս պահին նա վկայի կարգավիճակ ունի։ Ողբերգական դեպք Երևանում ոստիկանությունն նահանգ է ստացել, որ Դավիթ Հաշենի կամրջի տակ դի կա Շամշյան Քորմի փոխանցմամբ իրավապահներն ու փրկարարները երիտասարդ աղջկա մարմին են հայտնաբերել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, մահացածի ինքնությունը պարզվում է։ Արմավիր քաղաքից սրտի կանգ ախտորոշմամբ Երևան բուժօգնության տեղափոխված երկամյա աղջիկը մահացել է։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ երեխայի մահվան դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ճանաչվել է տուժող, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ձերբակալվել է վրաց ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելյանն, նա բերման է ենթարկվել Թբիլիսիում իր դեմ դատավարության նախօրեին, որի ընթացքում պետք է քննարկվեր քաղաքական գործի խափանման միջոցի հարցը։ Հաղորդվում է, որ Մելյան մեղադրվում է իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ վիրավորական վարքագիծ դրսևորելու համար։ Նրա փաստաբան Գեորգի Կոնդախիշվիլին իր պաշտպանյալի ձերբակալությունը որակել է բացարձակապես անհասկանալի, նշելով, որ նախ ոստիկանները պահանջել են տեղափոխել մեքենան, որից հետո ուժի կիրառմամբ բերման ենթարկել։ Անկարան առաջարկում է հյուրընկալել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը Ուկրաինայում ավելի քան 3 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու շուրջ պայմանավորվածության հասնելու նպատակով։ Կիևում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Ուկրաինայի նրա պաշտոնակից Անդրեյ Սիբիհան էլ վստահեցրել է Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների հաջորդ փուլին, սակայն սպասում է ռուսական կողմի հրադադարի առաջարկներին։ Ֆիդանի առաջարկին ի պատասխան Կրեմլի խոսնակն ասել է, որ ամենաբարձր մակարդակով հանդիպմանը սկզբունքորեն դեմ չեն, բայց դրա համար նախ պետք է արդյունքի հասնեն կողմերի պատվիրակությունները։ Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայում ընթացող խաղաղ բանակցություններից, եթե Ռուսաստանի իշխանություններն անտեսեն ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քելին։ Ըստ նրա, այս սցենարը չի նշանակի, որ Վաշինգտոնը երես է թեքում իր սկզբունքներից կամ բարեկամներից, այլ արձանագրում է, որ Ռուսաստանը հրաժարվում է համատեղ աշխատել անուն արդյունքի։